Չարենցի հիշատակի օրն է նրա ողբերգական վախճանի 88-րդ տարելիցը և պոետի տուն-թանգարանը խորհրդանշական այսօրը նշում է նաև Չարենցի անվան հետ արդեն անկախտելիորեն կապված արվեստագետի Ռեգինա Ղազարյանի 100 տասնամյակը։ Երկու հիշարժան տարեթվերը միավորող այս ժամանակավոր ցուցադրությունը վերնագրել են Լոռ Ներկեր Ռեգինա Ղազարյան հիշողության պահապանը։ Ցուցադրության առանցքում Ռեգինա Ղազարյանի Չարենցաշարն է, չարենցյան կտավների շարքը, պոետի հայտնի գործերի ասպետականի, Մորես համար գազելի և Նավզիկեի գեղանկարչական անդրադարձները։ Առաջին անգամ ցուցադրվում են այն տետրերը, որոնցում Ռեգինա Ղազարյանը արտագրել և ըստ էության փրկել է Չարենցի ձեռագրերը։ Ռեգինա Ղազարյանը ասում է, ես պիտի դրանք կարողանայի այսպես վերծանել և կարողանայի արտագրել, և տարիներ տևեցին այդ արտագրությունները, և իհարկե 1969 թվականին նա որոշեց դա մի մասը ստեղծագործությունների նվիրել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, պատվավոր հանձնման արարողությունը տեղի ունեցավ և արդեն հետագայում, երբ որ բացվեց Չարենցի տուն-թանգարանը, դա մնացած հատվածը նա նվիրեց տուն-թանգարանին։ Չարենցասերներին դեռևս անհայտ ցուցանմուշների թվում են նաև Ռեգինա Ղազարյանի Իզաբելլա Չարենցի հետ նամակագրական կապի վերջին նմուշները։ Նկարչուհու լուսանկարների և անձնական իրերի հետ միասին ներկայացված են նաև ժամանակի նկարիչների արձագանքները։ Ցուցահանդեսում ներկայացված է նաև 1995 թվականի ապրիլի 21-ի որոշումը Ռեգինա Ղազարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, որի բնօրինակը ևս պահվում է Չարենցի տուն-թանգարանում։ Տասնամյակների հեռվից գնահատելով Եղիշե Չարենցի ժառանգության, փրկության և պահպանության պատմության մեջ նկարչի ունեցած դերակատարությունը Չարենցի թոռնուհին փաստում է։ Դժվար է պատկերացնել, թե ընդամենը 15-ամյա աղջնակը ինչպիսի խիզախություն պետք է ունենար իրեն այդպես վտանգելու և Չարենցի գործերը փրկելու համար։ Ինքը անչափ բարի էր, այդ խրոխտ ձայնի, այդ մեծ մարմնի մեջ այնպիսի մի մեղմնություն կար, որ իսկապես մեզ, որ երեխաներին շատ գրավում էր դա, և իհարկե տարիներ հետո, երբ այդ մտերմությունը շարունակվեց, ավելացավ, ես շատ բարձր գնահատեցի իհարկե նրա տարածը։ Իդեպ այս տարի թանգարանը մեկ այլ ցուցադրությամբ ևս նշել է Ռեգինա Ղազարյանի հոբելյանը։ Տարեսկզբին ապրիլի 17-ին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հետ գործակցությամբ ցուցադրել են նրա չարենցյան թեմայից դուրս գործերը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։